Մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետեւյալ խմբերը մինչեւ 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրությամբ համակարգ 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ուրեմն նաև հաշվի առնելով գիտեք որ ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ է ձևավորվում եւ այստեղ ես նշում եմ հաշմանդամություն, բայց պիտի բոլորս ընկալու ենք որ մենք փոփոխական այս համակարգի համաձայն արդեն սոցիալական քաղաքականության համահունչ այս խմբերը եւս կներառվեն եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը առանձնահատուկ կերպով ուզում եմ խոսենք 200,000 դրամ ամսական եկամուտ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականից ներառվելու է։ 2026 թվականի խումբը քաղաքացիների 1,600,000 հոգու է վերաբերելու։ Իհարկե պետք է նշեմ եւ այստեղ ուզում եմ ուշադիր լինեք, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են պետության կողմից նաև 100% սուբսիդավորվող միայն այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ռեզիդենտ։ Սա շատ կարևոր նյուանս է եւ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նաև տեղյակ լինեն։ Առաջին փուլի համար սահմանել ենք 129,600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ եւ այս ծառայությունները հստակ կառավարության որոշմամբ սահմանվելու են։